Փոքրիկները թուղթասեղով հմտորեն ծակում նախադասություններ են գրում։ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների 14-րդ հատուկ դպրոցի սաները բրայլյան համակարգով գրում, կարդում, ուսում են ստանում։ 6 կետիկանի համակարգ է, հայլանման գիր է, մենք այսպես ենք ասում, բացառապես վերաբերվում է տեսողության խնդիրներ ունեցող անձանց եւ ինքը որպես աղբյուր է դեպի գիտելիք, դեպի կրթություն։ Խեցեգործություն, երգ, պար, անգամ մերսում։ Հատուկ դպրոցի աշակերտների առօրյան հագեցած է։ Գործող խմբակները հնարավորություն են տալիս բացահայտել եւ զարգացնել երեխաների տաղանդը։ Սպիտակների քայլը, զինվորը, H2, H4։ Փորձել ենք ներառել բոլորին, անկախ իրենց հնարավորություններից, այստեղ շեշտը դրվում է մանր մոտորիկայի զարգացմանը, կեցվածքի ինքնուրույնության, այսինքն բոլոր աշակերտները ընդգրկված են տարբեր խմբակներում, չկա երեխա, որ օրինակ ասենք այսինքն հնարավոր չափ հարմարեցված են իրենց գնահատման կարիքներին։ Ես բաժակ եմ պատրաստելու։ Ում ես նվիրելու։ Կչորանա, ավուզի կարող եմ երցնել։ 14-րդ հատուկ դպրոցում գործում է նաև նախակրթարան։ Այստեղ օգնում պատրաստում են տեսողության խանգարումներ ունեցող փոքրիկներին մանկապարտեզից դպրոց ճամփան կարճ ու հեշտ անցնել։ Կրթությունը իրականացվում է ծրագրով համապատասխան այդ տարիքային խմբի, ավագ նախադպրոցական տարիքի խմբին համապատասխան, հիմքը բրայլյան համակարգի գրագրության նախապատրաստական աշխատանքների դեպի ազատություն երեխաներին, որ նրանք կարող են նաև սովորել հանրակրթական այլ դպրոցներում։ Բացի կրթություն ստանալուց դպրոցի սաները սովորում են հաղթահարել նաև առօրյա կյանքի դժվարությունները։ Քաղաք հիշեցնող այս այգում երեխաները քայլում են ձեռնափայտով, օգտվում լուսացույցից, սովորում փողոցը հատել վերգետնյա անցումով։ Մենք գտնվում ենք կյանքի հմտությունների սենյակում, որտեղ երեխաներին բացի դասերից դուրս սովորեցնում ենք նաև կյանքում հմտություններ ձեռք բերել։ Այս սենյակում ավելի շատ մասնագետից բացի աշխատում են նաև բազմամասնագիտական թիմի աշխատակիցները։ Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին դպրոցն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում նաև գիշերակաց է տրամադրում։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։